Մենք այսօր ունենք գերիներ Ադրբեջանում, պատանդներ, ապօրինաբար պահվող, բնականաբար, եւ ունենք անհայտ կորածներ, որոնց ճակատագիրը մեզ հայտնի չէ, եւ մարդիկ, հարազատները, ընտանիքները գտնվում են անորոշության մեջ։ Ակնհայտ է, որ այս հարցերը պետք է դառնան անկյունակարը խաղաղության գործընթացի, եթե Ադրբեջանը իրոք ունի այդպիսի մտադրություններ, սրանք պետք է դառնան անկյունակարը։ Օրինակ անհայտ կորածների հետ կապված կամ բռնությամբ անհետացածների հետ կապված մենք այստեղ, քանի որ առիթը նաև սա է, որ այս միջոցառումն անցկացնում ենք, մեծագույն խնդիր է այն, որ երկկողմ միջազգային մեխանիզմները դուրս են մղվել այս հարցից եւ օրինակ Ադրբեջանը առհասարակ չի էլ վավերացրել բռնությամբ անհայտացած բոլոր անձանց պաշտպանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, որովհետեւ դա շատ ուժեղ մեխանիզմ է եւ ՄԱԿ-ի կոմիտեն, որով դա սահմանում է, հնարավորություն կտար մեզ վերահսկողություն ամրագրել միջազգային, սահմանել այն հարցերի նկատմամբ, որ հիմա Ադրբեջանը մեզ համար առաջ է քաշում։ Օրինակ նրանք հիմա զանգվածային հայտարարել արտաշիրմումներ են անում, մենք ոչ մի բանից տեղեկ չենք, նրանք ում արտաշիրմումն են անում, ինչպես են անում, ճանապարհներ են զգալի կառուցում, այդ ճանապարհները որ կառուցում են, բա մեր անհայտ կորածների հարցերը ինչպես արենում, ինչ մեխանիզմներ կան, ամբողջը տեղափոխել են երկկողմ հարաբերությունների ոլորտ ու մեկուսացրել են, օրինակ ամրագրել են նախաստորագրված պայմանագրում այսպես կոչված խաղաղության, բայց այս հարցով միջազգային մեխանիզմները, այդ ՄԱԿ-ի մեխանիզմը ամբողջությամբ դուրս է դրված։ Սա նշանակում է առանց էդ Ադրբեջանը միջազգային բոլոր մեխանիզմներից մշտապես այս հարցերը առանձնացնում, մեկուսացնում է, փակում է։ Բնականաբար մենք պետք է այդ հարցում հետևողական լինենք, որովհետև դա մեզ լուրջ խնդիրներ է տալու։ Ադրբեջանի քայլերի հետևանքն է միայն, որ մենք Հայաստանը պետք է հետևողական լինի, ինչու մասն է խոսքը։ Հայաստանը պետք է ամեն հարցում հետևողական լինի Հայաստանի կառավարությունը, որովհետև Ադրբեջանի հետ, եթե դու հանկարծ տեղափոխեցիր այս հարցերը երկկողմ հարաբերությունների ոլորտ, չես կարողանում վերահսկել։ Դրա համար ինչ ուզում ներկայացնում եմ այս պահանջներ։ Հետո գնում միջազգային հանրությանը ներկայացնում, որ Հայաստանը խախտում է պարտավորությունները։ Ադրբեջանը հիմա մեր գերիներով ու պատանդներով լուծում է իր համար քաղաքական հարցեր։ Ես դա ի վերջ վաղուց ասել եմ եւ ի սկզբանե ասել եմ, եւ այդ դատավարությունները ընդամենը Ադրբեջանի նախագահի քաղաքական թեզիսները ապացուցելու միջոց են հանդիսանում, դրա համար դրանք շինծու դատավարություններ են, այդտեղ ոչ մի իրավական գործընթաց չկա եւ նրա հայեցողությանն է ամբողջը ստացվում, այսօր այնպես է ստացվել, նա է որոշում։ Իրավական մեխանիզմներից մեկուսացրել է բոլոր հարցերը, տանջանքների մեջ մարդկանց պահում է, որովհետեւ դրանով իր հասարակությանը օգնում է ատելության մեջ պահեն եւ այսպես ճնշումներ գործադրել։